Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինետ նախագիծը։ Եվ ինչպես միշտ ես ձեզ համար նախապատրաստել եմ բավականին հետաքրքիր թողարկում եւ ունեմ շատ սպասված հյուր։ Բայց մինչեւ նրան անդրադարձանելը ուզում եմ շնորհավոր օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ իհարկե Հակոբովնայի ու 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Մեր մոտ ծովը ծնկներից հա ու էդ լավ քեֆ անելուց հա մեր նման համով անուշ քեֆ անող չկա ու չկա Մեր մոտ ծովը ծնկներից հա ու էդ լավ քեֆ անելուց հա մեր նման համով անուշ քեֆ անող չկա ու չկա Ուրեն ընկերներս ուրեն խենթ ու խելարներս թե թող մոտենան ու չհագենան այս ուրախորից Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Քիչ դժվարա, բայց դե ականջի տողարա Թե ինչ կբերի քեզ վաղվա օրը արի քեֆ արա Գիտեմ որ մի քիչ դժվարա, բայց դե ականջի տողարա Թե ինչ կբերի քեզ վաղվա օրը արի քեֆ արա Ուրեն ընկերներս, ուրեն խենթ ու խելարներս Թե թող մոտենան ու չհագենան այս ուրախորից Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Դե ինչ 21 TV եթերում աշխատանքը շարունակում է տոնը շնորհավոր Զինետ նախագիծը, րոպե չեմ ուզում կորցնել, ուզում եմ ձեզ ներկայացել հետաքրքիր, երաժշտական, ինչու՞ չէ, նաև ինֆորմացիոն փոքրիկ տեսանյութ։ Ասեմ, որ տեսանյութի գեղեցկույն րոպեներ անց կլինի մեզ մոտ տաղավարում։ Ու մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Չգիտես եմ որ կանեմ տանջվել արտասվել քեզ համար Արի ինձ մոտ
կարոտել եմ արի դու չգիտես թե որքան եմ տանջվել արտասվել քեզ համար արի ինձ մոտ կարոտել եմ արի Ես վստահ եմ, որ հենց հիմա սերիալների ֆանատները ավելի մոտ են նստել։ Ձայնը բարձրացրել են եւ ասում են Ակոպովնա, ի վերջո դու կատարեցիր մեր խնդրանքը։ Այո, Facebook-յան մեր էջում շատ դերասանուհի անուններ կան, իսկ այս գեղեցկուհու, այսպես ասած, անվան կողքը 1000-ից ավելի նաեւ պլյուս կա։ Իսկ ամենամեծ պլյուսը նա է, որ հենց հիմա նա արդեն մեզ մոտ տաղավարում եմ։ Ասեմ, որ մեծագույն սիրով հյուրընկալել եմ դերասանուհի, երգչուհի, նաև արդեն գեղեցկուհի մոդել Ադրինե Աճեմյանին։ Ադրին ջան, ողջույն իմ աղջիկ։ Ողջույն, Ձյաննա ջան։ Ո՞նց ես։ Լավ, դու ո՞նց ես։ Շատ լավ։ Ես շատ ուրախ եմ, որ դու ինձ մոտ տաղավարում ես։ Զգում ես, ինչ անհանգիստ է անդադ քեզ գրում էի։ Այո։ Մենք Facebook-յան մեր էջում ծրագրի ինչքան էլ նորությունները ներկայացնում ենք ըստ մեր հյուրերի, անուն ազգանուններ են գրում, դերասան, հաղորդավար, երգիչ, այսպես այնպես։ Նաև այն սերիալի դերասանուհիների անունն է գրում, ում որ շատ ցանկանում է հեռուստադիտողը տեսնել։ Դու հասկացար 1000-ից ավել պլյուս ունես, եւ դա նշանակում է Ակոպովնան պետքա գողանա մեր աղջկան ու բերի տաղավար։ Նախ բարի գալուս քեզ։ Շնորհակալ եմ Ես գիտեմ, որ դու նոր ես վերադարձել, բայց դրա մասին քիչ ուշ։ Այսօր ազգը շատ տառապած տարբերակով հետևում է մեր աղջկան, որովհետև եթե սերիալում դու այն պուջուրն ես, որ քեզ սիրում են, հետևում են, ու ինչու՞ այդ շատերն են ասում են, այսենց է լինում մատղաշ սիրուն սերը, հիմա մեր աղջկան տեսնում են վատ տարբերակով հիվանդ։ Չեմ ասում սերիալի 10 սերիան պատմես։ Բայց ուզում եմ հասկանալ դուք ինչպես եք ընդունում այն որ գալիս է կարդում եք ու պատկերացնում եք ո՞նց է լինում քեզ մոտ Ադրին։ Իրականում, երբ որ մենք մի հատ կերպար ենք կերտում, պետք է առաջին հերթին սիրես քո կերպարը։ Շատ հարազատ ես ընդունում քո կերպարին, կապ չունի որտեղ ես այդ կերպարը կերտում, ու փորձում ես ապրել այդ կերպարի հետ, անկախ ամեն ինչից, հենց մի բան դժվար է որ կարդում եմ, հա, սցենարը, ասում վայ մամ, սենց եղավ, ասում Ադրին այնքան մոտ ես ընդունում սրտից սցենարը, ասում հա, շատ։ Իրականում խաղալու առումով մի փոքր ավելի դժվար է կերտել աղջկա կերպար, ով անվաս այլեկին է։ Բայց հետաքրքիր է շատ։ Իմ կարծիքով աշխատանքը էլ ավելի հետաքրքրացավ այդպես։ Շատ լավ, դու մին տեսակ թե գրիմնա թե ինչ իսկապես շատ կերպարիդ մեջ ես մտած։ Իմ պուջուրմյան էլ շատ նեղվել է թեմայից արդեն որ դու տենց անվասեք, բայց վստահ եմ դա անցողիկ թեմա է։ Իսկ այն պուջուրը սերիալի Ադրինեին ինչքանով է նման։ Շատ հարցերում նման է, շատ հարցերում նման չի։ Էմոցիոնալ առումով շատ նման է։ Ես կյանքում շատ էմոցիոնալ մարդ եմ իրականում։ Շատ կտրուկ եմ ամեն ինչին արձագանքում։ Ոնց որ կերպարս։ Դրա համար հեշտ եմ ավելի այդ գիծը շատ հեշտ եմ ավելի կերտում։ Շատ լավ։ Միջև այս սերիալը Ադրինեն եւս մեկ սերիալում էր։ Ասեմ մի դեպ այստեղ կողքի աչքա նայելով առաջի սերն այդքան չեմ հետևել սա ինչ որ չափով կարողանում եմ հետևել որովհետև այնտեղ իմ հարազատ դեմքեր են ես սիրում որ հարազատ դեմքեր են խաղում եւ ասա որ նաեւ ձեր խաղը կապ ունի նաեւ ձեր այսպես ասած գոլեգաների հետ Միանշանակ եւ պատասխանատու է երբ դիմացը տարիների փորձով դերասանուհիներ են կանգնած եւ շատ բան է կախված պարտներից պետք է էմոցիոնալ կապվածություն լինի անկախ նրանից քո պարտները տղամարդ է կինը թե տղա է աղջիկա կապ չունի դա իսկ նույնիսկ եթե քուրիկ ենք, հա, սերիալում խաղում, երկու քուրիկներ են, իրենք պետք է էմոցիոնալ կապ ունենան կադրից այս կողմ, որ կարողանան դա մատուցել հեռուստադիտողին։ Շատ լավ, վստահ եմ հենց հիմա փողոցում շատ են Ադրինեին ճանաչում, ինչու ոչ նաև կանգնեցում խոսասում են, տես թեմաներ կա, չէ։ Ամենաշատ հնչող հարցը ո՞րն է լինում քեզ հետ շփվելուց։ Սկզբնական շրջանում ամենաշատը հարցնում էին, ասում էին ինչի ես Արմանին սիրահարվել,
Կես ասում էր այդ տղան մեղ կա քո ձեռքը։ Լուրջ դասվարելս։ Կես ասում էր դու հասնելու ես քո ուզածին, որովհետև կերպարը սիրահարված էր այդ տղային եւ ամեն ինչ անում էր որ միանային։ Հիմա արդեն հարցում են երբ եք միանալու Արմանի հետ։ Միասին եք չէ վերջում լինելու, միասին եք լինելու, բայց ես ի վերջո ուզում եմ իմանալ կա վերջ թե ոչ։ Այո, բայց ես բնականաբար չեմ պատասխանում, որովհետև չի կարելի եւ ասում եմ հետևեք մեր հեռուստասերիալին եւ կիմանաք ինչ կլինի վերջում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ իմ թիմին, որովհետև անկախ նրանից դու ինչքան էլ որ ցանկանում ես քո կերպարը կերտել, միանշանակ շատ մեծ է ռեժիսորի աշխատանքը եւ կամերայից այն կողմ գտնվող մի մեծ թիմ է աշխատում ու ահռելի աշխատանք է կատարում։ Այդ աշխատանքը միանշանակ արտացոլվում է տեսախցիկներից այն կողմ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Հա, տեսախցիկը կոնը հատիկ շնորհակալություն։ Բոլորին շնորհակալություն եմ հայտնում։ Քանի որ մենք էլ տան ունենք այդ թիմի հետ աշխատող, ինչ որ չափով ես գիտեմ, որ դուք եւ ուրախ եք եւ բարդ եւ ինչու՞ չէ, շատերը կարող եմ ասել սերիալի ընթացքում դառնում են նոր դեմքեր։ Ոչ թե ճանաչվում են, այլ սովորում են։ Դա հաստատ կապ ունի էլի, բայց դե լավ թիմի հետ են աշխատում, շատ տենց գովազ չանենք։ Իսկ ընթացքում կան արդեն առաջարկներ, ես գիտեմ, որ կան օրինակ պրոդյուսերներ, որոնք բզբզում են։ Ֆիլմի ընթացքում տենց արդեն են, որ ասմացիտիկները ասում են, այս աղջիկը լավն է, այն տղան լավն է, կարող է մյուս նախագիծը մեզ մոտ լինի։ Ադրին անկեղծ ասա, կան տենց թեմաներ։ Այս պահին դեռ պայմանավորվածություն չունեմ հաջորդ նախագծի հետ կապված։ Բայց այս երկու նախագծերում որտեղ որ նկարահանվել եմ, Ելենա Նարշակյանն եղել, ինքն է եղել իմ պրոդյուսերը, ինքն է իմ պրոդյուսերը, որովհետև հենց ինքն է ինձ ընտրել առաջին պրոյեկտում, ոչ ռեժիսորը։ Ելենան է ինձ ընտրել եւ ասել դու պետք է խաղաս եւ դու կարող ես խաղալ, որովհետև ես այդ ժամանակ առաջին կուրսի ուսանողուհի ինքը ասաց որ ես գիտեմ որ դու կարող ես եւ հենց ինքը ինձ ընտրեց դեռ նոր առաջարկների մասին չեմ ուզում խոսել որովհետեւ դեռ պայմանավորվածություն չունեմ հաջորդ նախագծի հետ կապված շատ լավ ֆիլմը դեռ ընթացքի մեջ է այո ինչքան ժամանակ դեռ տարվա վերջ ամիս ու կես հա դեռ կա լինենք այո Շատ լավ։ Ես տեքստում նաև ներկայացրեցի մեր աղջկան երգչուհի։ Դու ֆիլմի ընթացքում մի շատ սիրուն տենց տեսարան ունես, որ երգում ես։ Ու այդ շատ հեռուստադիտողների մոտ արդեն են որ անցումային, ես գիտեմ, որ շատերը նաև իմ ընկերներից փորփրում էին քո էջը, գտնեին միտեղ դու որ երգում ես թե ոչ։ Լրջորեն չես մոտենում, ոնց է լինում դա ասա։ Լրջորեն եմ մոտենում, որովհետև ես ավարտել եմ երաժշտական դիպլոմատիկություն ունեմ, երաժշտական, այսինքն մինչև սերիալն եմ երգել, նոր երգեր իհարկե չունեմ իմ հեղինակային երգը դեռ, բայց ունեմ կապված պլաններ երգիս հետ շարունակելու միանշանակ, ես սիրում եմ շատ երգը։ Քեզ ասում եմ։ Շնորհակալ եմ։ Որովհետև ես սիրում եմ դերասան երգիչներին եւ դերասանու երգիչներին։ Խարիզմատիկա կա ինչ որ եթե ես դեմ եի առաջին աղջկա երգելուն, հիմա ես կողմը մի բան էլ օգնում եմ, որովհետև հասկացել եմ դերասան վարպետություն ունեցող այլ ձև է երգում։ Շատ լավ։ Իսկ վերջերս ես չդիմացա Image Story-ում տեղադրեցի մի շատ սիրուն վիդեո, ինչը որ շատ քիչ է լինում, եթե անկեղծ։ Օրինակ արվեստագետների մոտ ադրին տենց մի հատ թեմա կա, coming soon-ները, տեսահոլովակները, որ նորություն անում, ինչ որ դնում են, նշում են, ես չեմ անում։ Եթե ունեմ երևի դրա համար էլ է ուրիշ տարբերակ է։ Բայց մեր աղջիկը Image-ին եկավ Դու շատ սիրուն հագուկ տարած վիճակը, խոսքդ, ներկայացնում էր մեր կարևոր տեղերը եւ ես հասկացա մեր աղջիկը մոդել տարբերակով նաեւ արդեն երրորդ մասնագիտություն ուր էր գնում եւ ինչ արեց ոնց վերադարձավ։ Թռուցիկ մի հատ անցնենք այդ թեմայի վրայով։ Namaste to the world. I am Adrina Achemyan, a proud 19-year-old from Armenia, a land where ancient history dances with modern dreams. I am standing in front of the majestic Garni Temple, the only remaining sign of Armenia's ancient pagan history like the strong columns.
I believe true beauty comes from strength and from being proud of who you are. I'm a student at the Theoretical University and an actress bringing stories to life on Armenia's leading TV channel. Acting taught me that every role, like every stone of the Vartnot Cathedral, has a purpose. This 7th century UNESCO treasure reminds us that even broken beauty can inspire if you dare to rebuild with hope. Armenia's soul shines brightest here at Holy Echmiadzin. The world's oldest cathedral, faith, art, and the resilience flow in our blood. As an actress, I am honored to share my nation's voice, a voice that's echoed for millennia through our mountains, monasteries, and the warm hearts of our people. To me, Miss World isn't just a crown, it's a bridge that connects Armenia's wonders to the world. Through my acting or simply by being human, I will walk this bridge with love, kindness, and the strong spirit of my nation that turns servile into beauty. Thank you, and see you soon. And we begin with Armenia. Միս աշխարհ մրցույթին եմ գնացել Հայաստանի կողմից, այստեղ եղել է մրցույթ, որը որ հաղթել եմ, շատ պատահական, Լուրջ հետո։ շատ պատահական, այո։ Եվ մեկնել եմ Հնդկաստան միս աշխարհ մրցույթին։ 25 օր անցկացրել եմ այնտեղ, որից հետո վերադարձել եմ, անցել իմ բնականոն աշխատանքին եւ արդեն որպես մոդել եւ իհարկե իմ առաջին մասնագիտությամբ դերասանությամբ, որը որ պատրաստվում շարունակել։ Միանշանակ լարված էին շատ անցնում օրերը այնտեղ, որովհետեւ ես շատ պատասխանատու էի իրականում այդ աշխատանքը ինձ համար համարում։ Բայց օրինակ քո այդ կերպարները շատ լավն էր։ Ում հետ էիր աշխատել։ Միս Երևան production-ի հետ եմ աշխատել։ Հենց իրենք են ինձ ընտրել, այո։ Չէ, հագուստ արդեն Գևորգ Շադոյանինն էր։ Բայց production-ը, որ ինձ ուղարկել է, եղել է Miss Երևան production-ը, ես շնորհակալություն եմ իրենց նույնպես հայտնում ինձ ընտրելու եւ վստահելու համար։ 24/7 ժամի վրա, այսպես ասած, մենք եղել ենք կապի մեջ։ Այնտեղից այստեղ եղել է շատ ապահով ամեն բան։ Յուրաքանչյուր երկրի մոդելի համար, որովհետեւ այսպես ասած, այնտեղ գտնվող յուրաքանչյուր աղջիկ իր երկրի դեսպանն էր։ Հա, կատացման։ Այնտեղ կային փուլեր, տաղանդի փուլ կար, որին մասնակցել եմ, հասել եմ եզրափակիչ, կար նույնիսկ ամբիոնից ելույթ, որը որ ընտրում էին, որ աղջիկները կարող են ունենալ ելույթ, որ աղջիկները ոչ։ Այո։ Այդտեղ նույնպես հասա մինչև ելույթի փուլ, ուղիղ եթերով ելույթ ունեցա այնտեղի ամբիոնից, դա իմ համար ամենակարևոր կետն էր, որը արել եմ։ Ես տեսել եմ, հետո։ Եվ արդեն վերջում շոուն, եւ վերադարձել եմ Հայաստան։ Իսկ թվում է դու նոր ընկերներ ես ձեռք բերել այնտեղ, ինձ տենց թվում է։ Ես իրականում անկեղծ լինեմ, ընկերներ շատ քիչ մարդկանց եմ ասում, որովհետեւ ընկերը շատ իմ կարծիքով ընկերը հարազատ հոգի է։ Այո, կան աղջիկներ, որոնց հետ մինչև այսօր կապը պահում եմ, մենք մտերիմ ենք, ասել եմ, որ Հայաստան գալուց անպայման կապվեն ինձ հետ, ես ինչով կարող եմ իրենց կօգնեմ։ Հրավերներ եմ ստացել եմ հրավեր այլ երկրից աշխատելու որպես մոդել, բայց հարցս մնաց կիսատ, հետո։ Այք հարցն։ Այո։ Չէ, որը որ նշվել է, որովհետև ես շարունակություն տեսնում Հայաստանում աշխատանքի։ Շատ լավ։ Դե այն որ կարաս մի հատ աշխատանքային այցով գնաս, դա կարճատև այց չէ։ Կարճատ, հա, երկարատև, ուզում են տանեն էլի տենց։ Շատ լավ։ Իսկ այս բոլորը հետ մեկտեղ դա նշանակում է, որ հենց հիմա ովքեր որ մեզ դիտում են Հանրապետությունում, պրոդյուսերներ, չգիտեմ, այնտեղ գովազդային գործակալներ, մեր աղջկան կարող են հանգիստ առաջարկել, օրինակ հաճելի գովազդային տեսահոլովակում նկարանվելու համար։
կընդունես, չէ՞։ Իհարկե, Որ չափի մեջ լինի։ Շատ լավ։ Ես իդեպ եթե թույլ կտաս մի բան էլ ավելացնեմ, շուտով կհայտարարվի արդեն նոր մրցույթ, հաջորդ Miss Աշխարհ մրցույթին մեկնող աղջկան պետք է ընտրեն Miss Yerevan Production-ը մրցույթը հայտարարելու, որտեղ արդեն կընտրվի այն աղջիկը, ում պետք է փոխանցեմ այն թագը, որը որ ես ստացել եմ Հայաստանում։ Դու թագել ունես։ Այո, այնպես որ ես կխրախուսեմ բոլոր այն աղջիկներին, որոնք որ ցանկանում են գնալ եւ մասնակցել, անպայման գնացեք, մասնակցեք, հավատացեք ձեր ուժերին։ Այո։ Իսկ կա եմ որ ասում արդար է այդ տարբերակը կա։ Այո, ես ամեն դեպքում ես անարդարության Հայաստանում Փառք Աստծո։ Դեռ չես հանդիպել։ Դեռ չեմ հանդիպել, հուսամ չեմ հանդիպել։ Մեր երեխեն դեռ փոքր է, բայց Աստված ջանի հանդիպի։ Շատ լավ, դու պատրաստ ես մեր բլից հարցերի։ Այո։ Երկար չմտածես։ Որ ծաղկին ես քեզ նմանեցնում։ Պիոն։ Մոտա։ Սև թե սպիտակ։ Սև։ Դառը թե քաղցր։ Քաղցր։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ Կոկտեյլ թե կոնյակ։ Կոկտեյլ։ Փող թե սեր։ Սեր։ Քողը մի անգամ էլ բան չասեմ, էլի։ Քաղաք թե գյուղ։ Քաղաք։ Ֆիլմ թե ներկայացում։ Ֆիլմ։ Հոգեբանի թե ընկերուհու մոտ։ Ընկերուհու մոտ։ Ամառ թե ձմեռ։ Ամառ։ Ոսկի թե արծաթ։ Ոսկի։ Նախընտրած կենաց։ Կենաց։ Այո։ Ամեն բան թող Աստծո կամքով լինի։ Լովն է, ռոպրոս։ Հայկական թե այլ խոհանոց։ Հայկական։ Աստծուց շատ խնդրում ես թե շնորհակալ ես։ Շնորհակալ եմ։ Եթե չլինի կինն ու գինին, ինչ կլինի։ Չի լինի ոչինչ։ Այո, դատարկություն։ Այո։ TV թե ռադիո։ TV։ Նախընտրած հեռուստահաղորդավարուհի։ Ձյաննա։ Պարտադրող։ Ճիշտ է, ամեն բան ճիշտ է ջան։ Շատ լավ է։ Շատ լավ։ Մեր ֆորմատը այսպեսին է, Ադրին ջան։ Ինձ մոտ աղավարում հիմնականում գալիս են այն մարդիկ, ովքեր բացի որ տարբեր բնակավարից են, հիմնականը նրանք, ովքեր որ առիթների հետ կապ ունեն։ Ես ուզում եմ այս թեման շրջանցելով իմանալ, թե օրինակ Ադրինին ինչպիսին է որպես հոբելյար։ Ես տեսակներ ասեմ, դու ընտրի։ Աղջիկ, ով սիրում է նախապես ամիսներ առաջ կազմակերպել ծննդյան օրը, աղջիկ, ով չի սիրում մի տեսակետորը մեկ ուսանում է, եւ աղջիկ, դու այնտեղ կոլեկտիվ ընկերներ ոնց էլ չի մի բան իր համար կկազմակերպեն։ Ո՞րն է քոնը։ Հիմա տարբերություն կա։ Հա։ Այո, մի քանի տարի առաջ, 4-5 տարի առաջ ավելի շատ էի էնտուզիազմով մոտենում ծննդյանս օրվան եւ ամիսներ առաջ պատրաստվում էի, պլանավորում էի, այո, շատ մեծ ծնունդ էի միշտ պատրաստում նշում, վերջին տարիներին չի ստացվում, որովհետեւ օրինակ 18-ամյակս, որին այդքան սպասել եմ, ինքնաթիռում եմ նշել, որովհետև պիտի մեկնեի համերգի Փարիզում երգի։ Լավ։ Ուրիշ թրիչքի օր չկար։ Ստիպած ինքնաթիռում եմ նշել, այո, գիշերը հասել եմ այնտեղ, իմ օրվա ավարտին արդեն։ Չեմ նշել այդ տարվա ծնունդս, այդպես կարող եմ ասել, բայց փորձում եմ արդեն 20-ամյակս, որը կլինի հոկտեմբերին։ Նախատեսում եմ, ցանկանում եմ ամեն դեպքում նշել մեծ, որովհետև ամյակ է, բայց եթե նույնիսկ չհասցնեմ նշել կոլեկտիվ ընկերներ, միևնույնն է մի բան կկազմակերպեմ, բայց մեկուսանալ չէ։ Չէ, դելը շուտ է դրա համար։ Էդի 40 պլյուսից հետո է լինում։ Ամենից 20 տարեկան ամեն անգամ չես լինի, էլի 20 տարեկանը շատ լավն է։ Իսկ քանի որ մենք ունենք օրվա հոբելյարներ, որոնք ծրագրի ավարտին ամենաշատն են սպասում, իսկ ես ուզում եմ էքսկլյուզիվ ինձ մոտ թեմա լինի։ Ինձ թվում է դու ընտրության կարիք էլ չես կարող ունենալ, չես կարող ընտրել ավելի շուտ, որովհետև ես ուզում եմ, որ եւ օրվա հոբելյարին ոչ, հեռուստադիտողներ, ովքեր որ դինան երգչուհի, իմ աղջիկը մի կատարում մեզ մոտ տաղավարում իրականացնի։ Ճար չունես։ Դե եթե ճար չունես։ Ունես անակնկալի բերեցյաննա։ Տեսախեցիկ օրվա հոբելյարների շնորհավորիր։ Շնորհավորում եմ օրվա հոբելյարներին, ամենակարևորը իմ կարծիքով այն է, որ մարդու կյանքը ոչ թե դասավորվի այնպես, որ ինչպես որ ինքն է ուզում, այլ այնպես ինչպես որ Աստծո կամքը կլինի, որովհետև Աստծո պլանները կապված մեր կյանքի հետ շատ ավելի լավն են վստահաբար, քան մերը։ Ապրես, իսկ դուք մոտ եք նստում, ձայնը բարձրացնում եք, որովհետև հատուկ ձեզ համար երգում է գեղեցկուի դերասանուհի մոդել երգչուհի Ադրինեն։ Ես քշվում եմ, զգում եմ, որ իմ կողքին ես,
Արի դե լավ էլի, մի քիչ մնա էլի, իմ ընտանելի, ամենամոտ իմ անծանոթ Կշվում եմ, զգում եմ, որ իմ կողքին ես Արի դե լավ էլի, մի քիչ մնա էլի, им անտանելի, ամենամոտ իմ անծանոթ Там собирали, забывали города Те, кто осталось без монеты повода Это было ночью, но это был не сон Все качали в такт со мною в унисон Светит солнцем, а я прошу тебя близко Чтобы семья не знала гор, страха, риска Просто будь атом, ты будь со мной Ты же мой сол и ты же покой А мое солнце светит на небе Меня несет туда, где я не был В голове хлопок, в голове пепел Гангстер, скажи, зачем тебе цепи А мое солнце светит на небе Меня несет туда, где я не был В голове хлопок, в голове пепел Гангстер, скажи, зачем тебе цепи Ժամերով, դարերով Ժամերով, դարերով Քեզ ես սպասում եմ Քամի փչիր, դար ինձ երիս կողքին Դար ինձ փչում է հովը Սարից կանչում է Սիրահարին քամի փչիր Դար ինձ մենակ եմ հոգնել եմ ինձանից Լույս տուր իմ այս խավար Բազում, չեմ էլ վրազում իմանամ ինչա մտածում Միլիոն տոկոս համոզված եմ սացրում կատածում Ինքը իմ հարցում հաստատ չի կասկածում Հազար կամիներ եկելու անցել Նրա հայացքից դեռ չեմ հագեցել Ինչ եմ մտածում շուտով կերևա Կգնամ հետը Երևան Իմ սիրտը սիրել քեզ պատրաստա Գիտի կարող է և վնաստա Ինձ համար մեկա ոչ, մոտիկ թե հեռավոր Կարևորը մոտ գաս վստահ Ու կարևորը ես քեզ հասա Աղջիկ եմ նազանի, դու տղավ կտանի Հորինելու պատմությունը թազա Մեր ամենանա, ամպերից էլ վերանա Մարդ կվերանա, թե նրա դիրանա Նա կարապարի, բարապա մոտարի Լուր ձայն մի հանի Հալվում եմ ես քո հետ շնչից Հիմա կատակում ես դու, ասելով գնա Վիճակում եմ ես անելի Մոտենամ ես քեզ ու ասեմ էլի Աստղերից կողանամ քարտեզ Իմանամ քո տեղը մոտենամ անունը տազես Ինձ այրել են քո աչքերը Աստղերից կողանամ քարտեզ Իմանամ քո տեղը մոտենամ անունը տազես Ինձ այրել են քո աչքերը Են որ տեսնում ես ու տանում Են որ սիրտը տարականում Են որ մի քիչ էլ նայի Քեզ հաստատ հետ չեմ բերի Են որ թվում ամի հայացքը Մատնում ասերը տակամա Են որ ուզում ես հասկանաս Քեզ սիրում աչեկամ հա Մեկ ասում ես լավ, մեկ ասում ես գնա Երկաթը մենակ քեզ կդիմանա Մեկ ասում ես թող, մեկ ասում արի մոտ Չկա էլ քո նման երկրորդը Ես դարել եմ գիժ դու վաղուց խելակար Մեզ ասում են չի տևի էդ երկար Բայց դե գիտեմ ամեն ինչից հետո Դու ես իմ միակը, ես էլ քո Սիրտը իմ վաղուց գիտեր, որ ես Հանդիպելու եմ մի օր հենց քեզ Ու գտել են մեր սրտերն իրար Որ զարկեն նրանք արդեն միայն իրար համար Ես ու դու ունենք մի աշխարհ Չթողնես իմ ձեռքը ուր գնաս ինձ հետը տար Դե ասա, ինձ ասա, որ մենք Ամբողջ մի կյանք իրար կողքի պիտի ապրենք Ինձ ու քեզ կյանքն ուրել տանի Սրտերը մեր էլ չի բաժանի Զգում էր սիրտը իմ, որ մոտ ես դու Որ հոգին եմ քո ճանաչելու
Բարձրությունն ես դու դարձել Ես պատրաստ եմ կյանքը իմ հիմա Քեզ հետ անցնել Դե ասա, ինձ ասա, որ մենք Ամբողջ մի կյանք իրար կողքի Պիտի ապրենք Ինձ ու քեզ կյանքն ուրել տանի Սրտերը մեր էլ չի բաժանի Դե ասա, ինձ ասա, որ մենք Ամբողջ մի կյանք իրար կողքի Պիտի ապրենք